Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Լիլիթը գալիս է Սոնայի տուն եւ ուրախացնում բոլորին, բարձրացնում բոլորի տրամադրությունը։ Քիչ անց նա օգտվում է առիթից ու լուսանկարվում Հայկի հետ եւ առանց նրա իմացության հրապարակում լուսանկարը սոցիալական ցանցում։ Ճակատագրի բերումով Նարեն տեսնում է այդ լուսանկարը եւ ահավոր զայրանում, սկսում է խանդել, մտածել, որ Հայկի նախորդ օրվա ջերմ վերաբերմունքն ու խոսքերը ինքը պարզապես սխալ է հասկացել։ Նարեն սիրտ է դնում այդ լուսանկարին։ Իսկ Լիլիթն էլ նույն պահին Հայկին ասում է, որ շատ լավ լուսանկար է ստացվել։ Հայկը հունից դուրս է գալիս, երբ նկատում է, որ Նարեն եւս սիրտ է դրել լուսանկարին, ինչն էլ նշանակում է, որ Նարեն տեսել է ու հաստատ սխալ է հասկացել։ Իսկ այդ ընթացքում Նարեն դեռ վիրավորված Լիլիթի հրապարակած լուսանկարից չի կարողանում հանգստանալ։ Նա անդադար մտածում է, թե արդյոք Հայկը խաղում է իր զգացմունքների հետ։ Նա արդեն հստակ հասկանում է, որ իր զգացմունքներն այլևս թաքցնել չի կարող, սակայն դրան զուգահեռ նաև հասկանում է, որ հպարտությունը խանգարում է իրեն սրտանց բացվելու համար։ Նա ամեն կերպ փորձում է խելքով պայքարել սրտի դեմ, բայց ներքուստ արդեն պարտվել է։ Լիլիթը իր հերթին շատ լավ հասկանում է, թե ինչ է անում։ Նա ոչ միայն օգտվում է Հայկի հանդեպ ունեցած հետաքրքրությունից, այլև գիտակցված կերպով փորձ է անում իրեն ավելի տեսանելի դարձնել եւ ամեն պատեհպա օգտագործում է Նարեի ու Հայկի հնարավոր հարաբերությունները խանգարելու համար։ Նրա գործողություններում պարզ երևում է խորամանկությունը, որը շաքարով պատված է ժպիտի մեջ։ Իսկ Անիկի համբերությունը սպառվում է։ Նա այլևս չի կարողանում լռել ու հանդուրժել Սաքոյի պահվածքը։ Տեսնելով Աշոտի ժամացույցը սեղանին, Անիկը սկսում է գոռալ ու ասել, որ չի հասկանում, թե որն է այս ժամացույցը պահելու իմաստը, երբ Աշոտը խայտառակել է իրենց ընտանիքը, իսկ Աշոտի որդին սպանել է իրենց որդուն։ Սաքոն շոկի մեջ է Անիկի խոսքերից։ Նա չի ուզում հավատալ, որ Անիկը ինչ-որ բան գիտի։ Սաքոն նայում է Անիկի աչքերին կասկածով, փորձելով հասկանալ, արդյոք նա պարզապես ենթադրություն է անում, թե իրոք ինչ-որ բան գիտի։ Անիկը փորձում է իրեն զսպել, բայց նրա ձայնի տոնը, նյարդային շարժումները, աչքերի խորքում այրվող ցավն ու վրդովմունքը մատնում են, որ նա պարզապես զայրացած կին չէ։ Նրա աչքերի առաջ տարիներ շարունակ կառուցված կյանքը սկսում է փլուզվել, աղմուկով ու տապալիչ ճշմարտություններով։ Սաքոն լռում է, ոչինչ չի ասում, բայց ամբողջ ընթացքում փորձում է վերլուծել, թե ինչ ենթատեքստ կար Անիկի խոսքերի մեջ։ Սաքոն փորձում է վերահսկել ոչ միայն իր տունը, այլև իր վրայով հոսող գաղտնիքը։ Նա չի կարող վստահ լինել Անիկը գիտի ճշմարտությունը, թե պարզապես ենթադրում է։ Բայց ինչ է լինի, նա հասկանում է, ամեն պահի իր դեմ կարող են միավորվել ոչ միայն թշնամիները, այլև իր իսկ ընտանիքի անդամները։ Ուստի նա որոշում է ոչ մի քայլ չանել, մինչև հստակ իմանա, թե որքանով է բացահայտված ինքը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անիկը կասի ճշմարտությունը Սաքոյին, որ տեղյակ է նրա գործացանքածքից։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալի, դու շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հետո Քո սիրած ուտեստը, սպապաս։ Վայ, մամայ սարքեցել եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ իմ հայրան ինքի սարսափելի քիչ 81 սանտիմետր։ 81 սանտիմետրն է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Գնահատեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղորդել հայտնենք թերթը Եմին Արոնյա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց